Արդեն ավանդաբար Երևանին եւ մարզերին մեկ շաբաթյա թատերական տոն կպարգևի Արմոնո միջազգային թատերական փառատոնը այս տարի 23-րդը ավարտվել են Արմոնո 2025-ի նախապատրաստական աշխատանքները, հայտնի է փառատոնային ծրագիրն ու մասնակիցների աշխարհագրությունը, 27 մոնո ներկայացումներ ոչ միայն Հայաստանից, այլև Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից, Ռուսաստանից ու Վրաստանից։ Հայկական միջազգային մոնո փառատոնի կայացման ընթացքը բարձր է գնահատում փոխնախարար Դանիելյանը, ասում է, թատրոնը հայտնվում է ամենաանսպասելի վայրերում եւ նվաճում է բացօթյա տարածքները, փողոցներ, պատկերասրահներ եւ ցանկացած հարթակ վերածում է թատերական բեմի։ Փոխնախարարն ընդգծում է, փոխվում է նաեւ միջազգային հյուրախաղերի ռազմավարությունը, դրանք այլևս ինքնանպատակ չպետք է լինեն։ Պետությունը ֆինանսավորում է հյուրախաղեր, որոնք որ ուղղակի չպետք է լինեն լավ ժամանակ անցկացնելու կամ լավ ինչ որ հարթակում երևալու երևույթներ, այլ լինեն պետության քաղաքականությունը օժանդակող, Հայաստանի գեղագիտությունը ներկայացնող, մեր խոսքը ներկայացնող, մեր հայացքները ներկայացնող երևույթներ։ Արտիստները ներկայանալու են ամենատարբեր դրամատուրգիական գործերով, դասականից մինչև արդի հեղինակներ, Գլինի Մեդեա Վրաստանից, Կաֆկա Գերմանիայից, Համլետ Ռուսաստանից, Պանտադեուշ Լեհաստանից։ Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի գնահատմամբ Արմոնոյի փոքր ձևաչափի մեջ խիստ պարզորոշ արտահայտվում են միջազգային տենդենսները։ Շատ կարևոր է, որ մենք փոքր ֆորմատով ցուցադրում ենք այն տենդենսները, որոնք կան Հայաստանից դուրս ժամանակակից թատրոնում եւ այդ տենդենսները մենք փոքր ֆորմատով ուզում ենք մատուցենք մեր հանդիսատեսին, որ նա տեսնի եւ զգա ուր է գնում ժամանակակից թատրոնը։ Դանիել Դանիելյանը հատկապես կարևորում է մենաներկայացումների կրթական բաղադրիչը, որի փայլուն օրինակներից է համարում փառատոնի վերջին նախագծերից մեկը Սասունցի Դավիթը Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ։ Ֆանտաստիկ հրաշալի երևույթ էր Սասունցի Դավիթը, որը որ մի քանի տարի առաջ ոչ էլ կարող էի պատկերացնել, որ դա կարող էր մոնո ներկայացման տեսքով լինել, ներկայանալի լինել, քանի որ երբ որ խոսում ենք Սասունցի Դավթից, այնտեղ պատկերացնում ենք մասսայական տեսարաններ, զորքեր, բախումներ։ Այս տարի շեշտադրել են նաև ֆրանկոֆոն նախագծերը, հենվելով թատերական ընթերցումների ձևաչափի վրա, իսկ մարզային նախագծերն առաջնահերթության իրավունք են ստացել։ Մարզերում մոնո ներկայացումների բեմադրվելը եւ զարգանալը փառատոնի համար դա շատ կարեւոր է, ուզում եմ ուղղակի վերհիշել այն պանդեմիայի օրերը, երբ ամբողջ աշխարհը կանգնած էր եւ մենք անցկացնում էինք Երևանում մոնո փառատոն եւ տարբեր մարզերից եկան ներկայացումներ Երևան եւ դա մեծ իրադարձություն էր։ Մինչև մայիսի 8-ը Արմոնոն կվերածվի ազատ ստեղծագործական հարթակի, նոր թատերական մտածողության ու փորձարարության համար եւ յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակը բավարարող մոնո ներկայացում։ Նունե Ալեքսանյան, լուրեր։